Վերջին 5 տարվա ընթացքում զինվորական քրեական հանցագործությունների թիվը շարունակաբար աճել է, իսկ կարգապահական տույժերի թիվը նվազել։ Այս տվյալները ներառված են կարգապահական քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զեկույցում։ Ոչ թե այն է, որ իսկապես զինծառայողների շրջանում հանցագործությունների թիվը մեծացել է, այլ այն է, որ հիմա յուրաքանչյուր, որդեգրված մոտեցման համաձայն յուրաքանչյուր դեպքում հարուցվում է քրեական գործ եւ փորձ է արվում զսպել խախտումների հետագա տարածվածությունը քրեական պատժի միջոցով։ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ գնդապետ Պերճ Այվազյանը համաձայն չէ։ Օրենքի պահանջներն են գործում։ Ամենայն դեպս քննչական ծառայությունը որևէ տարբերություն չի դրել մինչև այժմ եւ չի դնելու։ Մարդու իրավունքների պաշտպանի զինծառայողների հարցերով իրավապաշտպան Արմեն Գրիգորյանը հակադարձում է։ Գրասենյակը բազմաթիվ բողոքներ է ստանում կարգապահական տարբերակված մոտեցման եւ վերաբերմունքի վերաբերյալ։ Միևնույն խախտման համար պատասխանատվության չէին ենթարկվում նույն կարգավիճակում գտնվող զինծառայողները կամ միևնույն դրական վարքագծի համար խրախուսանքի ենթարկվում մի զինծառայողը, բայց մի զինծառայողը ոչ։ Դրան գումարվում է նաև այն, որ դատարանները որպես կանոն դատախազության մեղադրական եզրակացությունը անփոփոխ դարձնում են դատավճիռ։ Դատարանների կողմից դատաքննության բոլոր անհրաժեշտ բաղադրիչների պահպանումը, այսպես ձևական ավելի շատ բնույթ է կրում։ Զեկույցի հեղինակները ներկայացրել են մի շարք առաջարկներ զինվորական կարգապահությունը բանակում ամրապնդելու եւ արտաքին ազդեցությունը վերացնելու համար։